եւ նույնիսկ այս Սրբազանի վերաբերյալ դատավճռից հետո այսօր եթե ինքը ազատ չարձակվի կոնկրետ այս դատավորը իդեմս այս դատավորին եւ ամբողջ հայաստանյան դատական համակարգը ուղղակի դատապարտված է Սրբազան եթե այսօր ֆիզիկապես ազատ չարձակվի անկախ նրանից սրանից հետ առաջ ինչ է եղել, ինչ վճիռ, ես կարծում եմ, որ սա կլինի դատական համակարգի բանդարգությունը եւ հայ ժողովրդի համար վերջի ահազանգը մյուս Բակրատ Սրբազանի, պարոն Ղարաբեդյանի եւ բոլոր քաղաքական բանդարգալների զուգահեռ։ Հրավառություն չեմ սպասում, բայց սպասում եմ, որ Հայաստանը բահի մարդկայնության եւ իրավականության վերջի գաթիլը եւ եթե դա այսօր գործրեց կոնկրետ այս երդասարդ դատավորին եւ իր բոլոր գոլեգաները մեծ ու փոքր կլինեն դատապարտված հայոց պատմության մեջ։ Հույս կա, որ դատավորը կորոշի ազատ արձակել Սրբազանին, այդպիսի հույս կա ձեր մոտ։ Հույս երբեք չենք կտրում։ Մեր ժողովուրդը, մեր պետությունը եւ ազգը բոլոր եղանակներում, բոլոր պայմաններում պիտի հույս չգտրի եւ բայկարի շարունակի ակնկալեր վաղը նորից կհանդիպենք այստեղ դատարանի բակում, դատարանների մեջ, այլ միջավայրում, բայց այդ բայկարի մի հանգրվաններից մեկն է, իր անունը Միքայել Սրբազան է, ինքը գապ չունի այս շենքի հետ եւ այս դատավորի հետ եւ ինքը պետք է վերադառնա իր հոգեվոր ծառայության։ Ակնկալիք չունեմ, բայց հույս միշտ ունեմ։ Պարոն Հովհաննիսյան, պայքարի հանգրվաններից մյուսն էլ փաստորեն այսօր է հայտարարել, ժառանգությունը հայտարարել է Վաղարշապատի քաղաքապետի ընտրությունների մասնակցության մասին, սրանով ուզում եք փոխել իրավիճակ, ինչ շրջադարձային կլինի արդյոք ձեր մասնակցությունը։ Չեմ ուզում մեծ ու մանր խոսել սրա մասին, ուղղակի որոշում է, որ ժառանգության վարչությունը ընդունեց, ունենք արժանի տեխնազու եւ կլինի նաեւ ամբողջական համապարփակ ցուցակ ներկայացնելով մեր հասարակության բոլոր շերտերը գուսակցական, անգուսակցական բոլոր սերունդների ներկայացուցիչներով եւ կարծում եմ, որ չասենք շրջադարձային, բայց ինքը նաեւ մենք մեր դերակատարում կգադարենք, որ բեգումնային լինի եւ մաս կազմենք Էջմիածնում, Վաղարշապատում այս իշխանության փոփոխության եւ սա թող հիմք կլինի ընդհանրապես մեր համապետական ազատագրման։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։